Իսպանիայում լայն ժպտում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, բայց ըստ լուրերի տխուր է նրա հոգին։ Նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանին, նախկին լուսավոր հայաստանցի Հայկ Կոնջորյանին քաղաքացիական պայմանագիր բերած Ալեն Սիմոնյանը ըստ հրապարակ օրաթերթի շատ ծանր է տարել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները։ Նորընտիր վարչությունում Ալեքսանյանն ու Կոնջորյանը ավելի լավ դիրքերում են, քան ԱԺ նախագահը, որին սակայն կնախանձեր Սասուն Միքայելյանը։ 2018-ի իշխանափոխությունը Արցախյան ազատամարտից ավելի կարևոր համարած ԵԿՄ նախագահը դուրս է մնացել վարչությունից, որպես բոյկոտի նշան չի էլ մասնակցել ՔՊ վարչության հին կազմով վերջին նիստին։ Վարչության ընտրությունները անցել են օրենքի տառին համապատասխան։ Նախկին հանրապետական Պապոյանը, որ Փաշինյանից հետո երկրորդ մարդն է ՔՊ նոր վարչությունում, պնդում է, այսօր քաղաքական դաշտում իր ղեկավարն այլընտրանք չունի։ Փաշինյանն էր ասել, թե իր թիմում վարչապետի 5-6 թեկնածու կա։ Թերագնահատում եք ձեր կուսակիցներին։ Չեմ թերագնահատում, պարզապես կուսակցության առաջնորդի իրական քաղաքական կշիռը գնահատում եմ այնքան, ինչքան որ կա։ Իսկ արկառուն ՔՊ-ական Հակոբ Արշակյանի կշիռը որքան է թիմում, նրան ընդամենը 30,000 դրամ անդամավճար չվճարելու պատճառով թույլ չտվեցին մասնակցել շաբաթօրյա համաժողովին։ Գևորգ Պապոյանն ասում է, Արշակյանը մեր ընկերն է։ Հակոբ Արշակյանը որևէ խնդիր չունի կառավարող թիմում, մեր կառավարող թիմի առանցքային ներկայացուցիչներից է, մեր ընկերն է, կանոններն էլ բոլորի համար հավասար են։ Ըստ լուրերի բոլորի համար Փաշինյանի սահմանած կանոնները մի քանի անգամ խախտել է Արշակյանը։ ԱԺ փոխնախագահը Սիներգի ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի շուրջ սկանդալից հետո մասնակցել է նրա հրավիրած միջոցառմանը։ Բացի այս, Արշակյանը այն եզակի ՔՊ-ականներից էր, որ մասնակցեց իշխող թիմից վտարված Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Այս ամենը դուր չի գալիս Փաշինյանին։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։